Մայիսյան եռատոնը կարևոր իրադարձություն է։ Այսօր Երևանյան տարբեր հատվածներում իրականանում են տարբեր միջոցառումներ, շքերթներ, սակայն բոլորի խորագիրն ու իմաստը նույնն է։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում իրականանում են միջոցառումներ։ Ռուսաստանի Դաշնությունում բացի հանդիսավոր զորահանդեսից իրականանում են նաև այլ միջոցառումներ։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը մասնակցում են հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ի դեպ ունի ուշագրավ կադրեր։ Սկսենք նրանից, որ ռուսական Ռասիա 1 լրատվամիջոցի լրագրողը ուղիղ եթերում շփոթվել ու Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է որպես Ադրբեջանի ղեկավար, այնինչ պետք է ներկայացներ որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Сейчас мы видим главу Азербайджана, премьера Армении, прошу прощения, он также проходит по красной ковровой дорожке вслед за президентом Бразилии. Երբ Փաշինյանը մոտեցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ողջունել, սեղմել ձեռքը, շնորհավորել եւ ցանկացել է հեռանալ, շփոթվել է եւ ուզեցել է գնալ հակառակ ուղղությամբ։ Նշենք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը։